Բարոն Աբրահամյան, հարցս հետևյալն է, այն ճգնաժամը, այն լուրջ ճգնաժամը, նույնիսկ էգզիստենցիալ ճգնաժամը, որ այսօր ապրում է Հայաստանը, իրականում ոչ միայն Հայաստանի ճգնաժամն է, այլ հայ ազգի ճգնաժամը։ Եվ այդ առումով ինձ հետաքրքիր է, դուք Սփյուռքում, թե Միացյալ Նահանգներում, թե Ռուսաստանում, թե այլ երկրներում, Եվրոպական, Մերձավոր Արևելը, շատ եք հանդիպում հայ համայնքի ներկայացուցիչներին, էլիտային, թե ինտելեկտուալ, թե բիզնես էլիտային, իրենք մտահոգված են, իրենք հասկանում են, որ այսօրվա ճգնաժամը ոչ թե Հայաստանի, այլ հայ ազգի ճգնաժամն է։ Գիտեք, այդ շատ լավ հարց է, ես ձեզ ասեմ, ցավոք սրտի դե գիտեք, ես մոտ 27 տարի զբաղվում եմ այս խնդիրներով, շատ ցավում եմ, բայց ասեմ, բոլորը մտահոգված են, բայց անտարբեր են դարձել։ Այդ տառապանքը չկա, որ այս ինչ եղավ մեր հետ, ոնց կարող եք մի ամբողջ Ղարաբաղ կորցնենք եւ այնց բոլորս իրար հետ ցած հանգիստ ոնց որ ոչինչ չի պատահել։ Բայց դա չի ազդում իրենց կյանքի վրա։ Բոլորը բողոքում են։ Բոլորը ասում են, որ այո, Հայաստանի վիճակը, այս վիճակում, որ Հայաստանը պետք է անորոշություն է, շատ մարդիկ չեն հասկանում ինչա կատարվում։ Իրանք մի քիչ այլ ձևով են նայում, որ խաղաղություն ենք բերում, շուտով խաղաղություն կլինի։ Իրանք ուզում են խաղաղություն, իրանք չեն հասկանում խաղաղության գինը որն է։ Ինչ գին ենք մենք վճարում այդ խաղաղությանը, որ պետքա մենք բերենք։ Այդ մեկ, երկրորդը, իրանք չեն հասկանում թե այդ խաղաղությունը երկար է տևելու, թե կարճ։